Հիշեցնենք կրկին, այսօր նոյեմբերի 19-ն է, օրը հարուստ է կարևոր իրադարձություններով։ Հայաստանում նոյեմբերի 19-ին նշվում է ապահովագրողների մասնագիտական տոնը, ապահովագրողի օրը, եւ այս առիթով մեզ մոտ տաղավարում է Արմինե Մելքոնյանը, ով հանդիսանում է Seal Insurance ապահովագրական ընկերության գործադիր տնօրենը եւ Հայաստանի ապահովագրողների միության նախագահը։ Ողջույն։ Բարի լույս, եւ տոնի կապակցությամբ շնորհավորում ենք ձեր գլխավորության բոլոր ապահովագրողներին եւ ապահովագրական ընկերության աշխատակիցներին։ Մի քիչ պատմականորեն հետ գնանք, ինչպես սկսվեց առհասարակ աշխարհում ապահովագրության այս պատմությունը։ Շնորհակալություն հրավերի համար, շնորհակալություն շնորհավորանքների համար։ Կարող եմ փոխադարձ հարց ուղղել ձեր կարծիքով ապահովագրությունը որ դարաշրջանում է հայտ եկել։ Տրամաբանեմ եւ ասեմ, օրինակ 20-րդ։ Պատկերացրեք մեր թվարկությունից առաջ մի քանի հազարամյակ առաջ, քանի որ ապահովագրության սկզբնական մոդելները դեռևս եգիպտական բուրգերի կառուցման ժամանակաշրջանից առկա են եղել։ Ապահովագրության ոնց որ առաջնային этаպը զարգացման դա ինքնաֆինանսավորման ֆոնդերի ստեղծումն է եղել, երբ որոշակի շահագրգռվածություն ունեցող անձիկ տարբեր նկատառումներից ելնելով անընդհատ վնասներ են ունեցել եւ որոշել են, որպիսի միմյանց վնասները փոխհատուցեն։ Ստեղծել են ֆոնդեր, այս պարագայում ֆեոդալները ստեղծել են ֆոնդեր, որտեղ հավաքված գումարները օգտագործել են բուրգերի կառուցման ժամանակ մահացած տուրքերի հուղարկավորության ծախսերի համար, այսինքն մի ֆոնդից իրականացվել է։ Նման այս этаպը շարունակվել է մինչև մեր թվարկության արդեն 14-15-րդ դարեր, երբ ապահովագրության առաջին этаպն էր ու առաջին этаպի ժամանակ ինքնաֆինանսավորման ֆոնդերն էին։ Ավելի հայտնի է, երբ որ նավարկությունների ժամանակ նավերի միջոցով ապրանքաշրջանառությունը երկրների մեջ երբ որ զարգացավ, արդեն նավերի սեփականատերը պարբերաբար հարձակվում էին ծովահենների հարձակմանը եւ ինչ որ լուծումներ պետք է գտնեին, էլի ստեղծել էին ֆոնդեր, այդ ֆոնդերով ծածկում էին միմյանց կրած վնասները։ Սակայն ինչպես մենք գիտենք, ապահովագրությունը այնտեղից որտեղից գումար է վճարվում, զերծ չէ զեղծարարություններից։ Բնականաբար այդ նավի սեփականատերերի մեջ եղել են անձիկ, որոնք հարձակման ենթակա չեն եղել, բայց ստացել են այդ ֆոնդից գումարները եւ այլն ու հասկացել են, որ նաեւ շրջանառությունն է բավականին մեծանում, պետք է անկախ ինչ որ մարմին ձևավորվի, անկախ կառույց ձևավորի, որը օբյեկտիվորեն կգնահատի կորուստները, օբյեկտիվորեն կբաշխի ապահովագրավճարները։ Իմիջիալուց ապահովագրավճար բառը, որը որ անգլերենում insurance premium, ռուսերենում страховая премия, պրեմիա բառը, հենց այդ ժամանակ առաջացավ, որովհետև այն նավատերերը, որոնց նավը բարեհաջող հասնում էր տեղ, իրենք պրեմիա էին վճարում այդ ֆոնդին։ Այդտեղից էլ այդ բառը մնացել է որպես միջազգային տերմինոլոգիա։ Մենք հիմա խոսում ենք մեծ ժամանակահատվածի մասին, խնդրեմ նշեք թերևս ամենակարևոր տարբերությունները եւ զարգացումը ու կարևոր կետերը, եթե համեմատենք այն ժամանակ եւ արդեն այսօրվա մոտեցումներն ու այսօրվա ժամանակահատվածը։ Ժամանակակից ապահովագրությունը արդեն 17-րդ դարում է ձևավորվել, երբ արդեն ապահովագրական ընկերությունները ձևավորվեցին ու հանդիսացան այդ անկախ կառույցները, ովքեր ամբողջ աշխատանքը կազմակերպում էին։ Ու շատ հետաքրքիր մի սովորույթ կա, ինչպես մենք գիտենք, որ կոլեկցիոներներ կան, ովքեր մարկաներ են հավաքում, նմանատիպ մարդիկ կան, ովքեր ապահովագրության հին պայմանագրեր են օրինակ հավաքում ու մենք ներկայումս էլ կարող ենք գտնել 17-րդ, 18-րդ դարում թողարկված ապահովագրության պոլիսները, պայմանագրերը։ Հետաքրքիր է նաև Հայաստանում երբ որոշվեց, որ պետք է նշենք այս օրը որպես ապահովագրողի օր եւ արդեն նաև խոսենք ընկերության մասին, որովհետեւ գիտենք ռեբրենդինգի մի հսկա աշխատանք է կատարել, ինչպես եղավ գաղափար այս նոր փոփոխություններն իրականացնելու։ Անկախ Հայաստանում ապահովագրության մասին օրենքը առաջին անգամ ընդունվեց 1996 թվականի նոյեմբերի 19-ին, 29 տարի առաջ այս օրը, հետևաբար ապահովագրողների համայնքը որոշեց, որ հենց այդ օրը պետք է Հայաստանում նշել ըստ էության մասնագիտական տոնը ապահովագրողների եւ արդեն 28-րդ տարին է, ամեն նոյեմբերի 19-ին ապահովագրական ընկերությունները նշում են այսօր էլ Հայաստանի ապահովագրողների միությունը մեր համար տոն է այսօր եւ այսօր եւս ունենք երեկույթ նվիրված մեր մասնագիտական տոնը։ Խոսենք շատ կարևոր վերաբրենդավորման մասին եւ հասկանանք այստեղ ինչ հաջողություններ ունենք եւ նաեւ այս զարգացման շնորհիվ այն սխալ պատկերացումները, որ կարող են լինել հանրության մեջ, որքանով են դրանք լուծվում եւ շատ արագ տրվում են հարցերի պատասխանները։ Այս տարի Seal Insurance-ը նշեց իր հիմնադրման 25-ամյակը,
2000 թվականին է հիմնադրվել Seal Insurance-ը եւ Հայաստանում գործող 7 ապահովագրական ընկերություններից մեկն է, բայց որոշեցինք, որ հաջորդ 25 տարի նոր գույներով, նոր ռազմավարությամբ, նոր մտքով եւ նաեւ նոր ներկայացմամբ շարունակենք, հետեւաբար այս տարի 25-ամյակին զուգահեռ ռեբրենդավորումն արեցինք։ Ինչպես մենք գիտենք, մարդիկ սիրում են երազել, մտածել, բայց անընդհատ կան վախեր, որոնք մեզ սահմանափակում են մեր գործողությունների մեջ, մեր երազանքների մեջ, ապահովագրությունը հենց այն գործիքն է, որը պետք է ձեզ ազատի վախերից, որ դուք ազատ երազեք, ազատ պլանավորեք, ազատ շարժվեք առաջ, իսկ ձեր վախերին ապահովագրական ընկերությունը, մեր պարագայում Seal Insurance-ը կերաշխավորի, որպեսզի դուք հանգիստ շարունակեք ձեր կյանքը, սահմանափակված չլինեք երազանքներով, դրանով պայմանավորված է մեր պլանավորելու ազատություն սլոգանը, նաև մեր նոր մատուցումը ապահովագրության պրոդուկտների։ Ինչ նոր պրոդուկտներ կամ նոր մատուցման տարբերակներ ունեք, որով այս անգամ իրենց երազանքները կապահովագրեն մարդիկ։ Ապահովագրությունը, ինչպես նաև աշխարհում ներկայումս ամեն ինչ շատ ազատ եւ արագ զարգացող ոլորտ է։ Դուք կգտնեք ապահովագրության բազում նոր տեսակներ։ Մեր երկրում ճիշտ է մշակույթը ապահովագրության դեռ այնպես տարածված չէ, ինչպես կցանկանար օրինակ ապահովագրողների համայնքը, բայց պրոդուկտները բազմազան են եւ ժամանակակից ծածկում են ժամանակակից բոլոր պահանջմունքները։ Օրինակ, զեղծարարությունների ապահովագրությունը, որ առաջիկայում հնարավոր է ներդրվի, կիբեր հարձակումներից ապահովագրությունը, որով հետաքրքրված են բոլոր խոշոր կորպորացիաները, որովհետեւ ժամանակակից բոլոր ռիսկերն են։ Ֆինանսական ռիսկերից ապահովագրությունները, որոնք ապահովագրության նոր տեսակ են, նոր տեսակների խումբ են, որոնք ունեն ժամանակակից պրոդուկտներ եւ ուղղակի պետքա աստիճանաբար սկսել այն հիմնական ապահովագրատեսակներից, որը բոլորիս կյանքում անհրաժեշտ է ունենալ։ Դա գույքի ապահովագրությունն է, առողջության ապահովագրությունն է։ Հետաքրքիր է, որ այսօր հանրությանը պետք է լիարժեք իրազեկ դարձնենք բոլոր այն ծառայությունների մասին, այն օրենքների մասին, որ առաջարկում է ապահովագրություն, բայց շատ հաճախ հենց հանրության կողմից ենք լսում որոշակի բողոքներ, որովհետև նրանց պատկերացումներն ու երազանքները այլ են, բայց արի ուտես, որ թղթի վրա գրված է այլ բան, որի տակ նաև ստորագրվել է։ Բացի առաջարկվող իհարկե հետաքրքիր ծառայություններից եւ մարդը իրեն որ զգա շատ ավելի ապահովագրված այս դեպքում, ինչ ենք անում հանրությանը իրազեկ դարձնելու լիարժեք այն ամենը, ինչ դուք առաջարկում եք, որ մարդիկ դրանից զատ այլ տպավորություններ եւ այլ ակնկալիքներ օրինակ չունենան ապահովագրական ընկերություններից։ Սա շատ հաճախ հանդիպող խնդիրներից մեկն է։ Ժամանակակից շուկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բոլոր խնդիրների հետևում կանգնած է թերի ֆինանսական կրթությունը։ Առհասարակ կրթությունը, նաև եթե ֆինանսական գիտելիքները բավարար չեն։ Այդ ապաճառը, որ դառնում են զեղծարարների զոհ, դառնում են թյուրընկալումներ են առաջանում տարբեր պրոդուկտների նկատմամբ, մեր ապահովագրողների միության առջև դրված է ֆինանսական ապահովագրության վերաբերյալ գիտելիքների տարածումը, որովհետև ապահովագրություն դա ինտելեկտուալ բիզնես է։ Եթե դուք ցանկացած այլ ապրանքի եւ ծառայության գինը հաշվելու պարագայում կարող եք հստակ ինքնարժեքը հաշվել, ապահովագրություն դա կանխատեսում է։ Մենք երբեք չգիտենք, չէ, հաջորդ տարի որ ինչքան վթար տեղի կունենա, վթարների հետևանքով ինչքան վնասի հայտ կգա։ Սա ամբողջությամբ կանխատեսում է, որոնք իրականացնում են բավականին պրոֆեսիոնալ մարդիկ, երկար տարիների փորձ ունեցող, հետևաբար այս ամեն ինչը հենց այս գիտելիքներն են նաև ապահովագրությունը ինչպես է ձևավորվում, որ ապահովագրության պայմանագրի մեջ ցանկացած նախադասության ներառումը եւ նախադասության չներառումը, այո, բացառումը ազդում է ռիսկի վրա, ապահովագրությունը ռիսկի վերաբերյալ բիզնես է, հետևաբար ռիսկի հաշվարկ է տեղի ունենում, պետք է ունենալ համապատասխան գիտելիքներ, ծանոթանալ պայմանագրերին, կնքվող, ստորագրելուց առաջ եւ այնուհետեւ իմանալ եւ իրավունքները եւ պարտականությունները, որովհետեւ դրանք զուգահեռ են գալիս, չեն լինում միայն իրավունքներ կամ միայն պարտականություններ։
Ամեն ինչ մեկտեղված ու շատ կարևոր։ Այո, եւ իրականում շատ կարևոր է լինել տեղեկացված, հետեւել բոլոր նորություններին, այս դեպքում ապահովագրական նորություններին, որովհետեւ շատ գեղեցիկ նշեցիք ամենասկզբում, որ մի մեծ պրոֆեսիոնալ թիմ աշխատում է, որպեսզի ապահովագրվեն մեր երազանքներին խանգարող ռիսկերը եւ այդ ռիսկերը չլինեն։ Շնորհակալ ենք Անչափ առավոտը մեզ հետ սկսելու համար, նշենք եւս մեկ անգամ, որ այսօր ապահովագրողի օրն է, իսկ Seal Insurance-ը նաեւ ռեբրենդավորվել է, նորովի է ներկայանում, նոր նաև ապահովագրական մեթոդներով, նոր գաղափարներով, այնպես որ նորությունները բաց չթողնելու համար կարող եք սոցհարթակներում հետևել Seal Insurance-ի էջերին, որպեսզի որևէ բան բաց չթողնեք։ Եվ շատ կարճ 1 րոպեի սահմաններում խնդրում եմ ձեր նոր ծառայությունների, նորությունների մասին մեզ հետ կիսվեք, հասկանալու համար ձեր նոր տրամադրությունն ու նոր թափը գործունեության։ Insurance-ը նաև թողարկել է իր բյուջեային հավելվածը, որը որ ավելի հեշտ եւ մատչելի է դարձնում ծառայություններից օգտվելը, որը խնայում է ժամանակը ամենակարևորը, հետեւաբար մենք բոլորին հորդորում ենք ժամանակակից ծառայություններ ստացել բյուջեային հավելվածների ակտիվացման միջոցով։ Նաև ունենք շատ ժամանակակից նոր ներդրված պրոդուկտներ, որոնք ունենալով կխնայեք այն ժամանակը եւ կխնայեք այն ֆինանսները, որոնք վատ դեպքերում հնարավոր է ի վնաս ձեզ աշխատեն։ Շնորհակալ ենք ձեզ կարևոր հարցազրույցի համար։ Ձեզ օրվա շարունակություն, կրկին ստացեք մեր շնորհավորանքները։ Փոքրիկ երաժշտական դադար հիմա մեզ մոտ վերադառնանք եւ շարունակենք։